թեման է բիզնես պլան զարգացնել, ձևավորել աղբի տեսակավորման և վերամշակման համար։ Իրենք տեսնենք ինչ բիզնես պլաններ են առաջարկում մեզ հետագայում ունենանք վերամշակված աղբ։ Հայաստանը դրա կարիքը ունի։ Այո։ Հարավից այսօր մենք կներկայացնենք մեր ինքնուրույն աշխատանքները։ Այս աշխատանքները մենք պատրաստել ենք 3 շաբաթվա ընթացքում։ Խնդրում ենք պահպանել նորություն և տեսեք, թե մենք ինչ ենք պատրաստել։ Բուսաձեռք։ Բուսաձեռքը օգնում է տեղափոխել բույսերը, նաև սորտավորել աղբը։ Նա կառուցված է ներարկիչից, բժշկական փայտիկներից և սոսնձից։ Նա օգտագործվում է մեխանիկական շարժումով ձեռքի օգնությամբ։ Սարքը ստեղծված է օգնելու բնությամբ։ Ինչ է սարքի անունը։ Բուսաձեռք։ Ջրային սարքը օգնում է ջրել բույսերը։ Պատրաստված է ներարկիչից, բժշկական փայտիկներից, սոսնձից։ Սարքը ստեղծված է օգնելու բնությանը։ Այս սարքը գնում է հետ և առաջ, ջրելով բույսերը։ Սարքը օգտագործվում է մեխանիկական շարժումով։ Մեգագործիկ։ Մեգագործիկը պատրաստված է բժշկական փայտիկներից, սոսնձից, փականից և պտուտակից։ Սարքը օգնում է փորել և հարթեցնել հողը, նաև օգնում է տեղափոխել փորել բույսի տակի հողը, որպեսզի տեղափոխել այն։ Սորտավորման մեքենան։ Սորտավորման մեքենան ստեղծված է սորտավորելու աղբը, մետաղը, պլաստիկը, ապակին և թուղթը։ Սարքը ամեն աղբ տեսակավորվում է տարբեր գույներով։ Սարքը ստեղծված է օգնելու բնությանը։ Սարքը պատրաստված է բժշկական փայտիկներից, գունավոր թղթից, մագնիսից և սոսնձից։ Իսկ երկիր մոլորակի առողջությունն ու ապագան մեր ձեռքերում է։ Մենք նաև ներկայացնելու ենք բույսերին օգնող սարքերի մասին։ Սա ջրին խնայող սարք է, կաթիլային որոգում։ Պլաստիկ շշից կարելի է սարքել համակարգ, որը քիչ-քիչ ջուր է տալիս բույսերին, խնայում է ջուրը և օգնում բույսերին չչորանալ։ Արևային էներգիայով լամպ, փոքր արևային վահանակով աշխատող լամպ, որը լիցքավորվում է արևից։ Չի օգտագործում էլեկտրականություն, էկոլոգիապես մաքուր է։ Աղբի տեսակարարում և վերամշակում Հայաստանում։ Աղբը այն բան է, որը մենք այլևս չենք օգտագործում։ Եթե պարզապես թափենք, նա կվնասի բնությանը։ Այդ իսկ պատճառով պետք է տեսակարարել և վերամշակել աղբը։ Աղբի տեսակարարումը նշանակվում է աղբը բաժանել տարբեր խմբերի։ Տեսեք ինչ հետաքրքիր բան է պլան։ Մինչ այդ երկրագունդը լաց է լինում։ Ստացված է աղբով։ Հայաստանում նույնիսկ սկսել են ավելի շատ ուշադրություն դարձնել աղբի տեսակարարման և վերամշակման վրա։ Վերամշակումը նշանակում է հին գինևից նոր բան պատրաստել։ Ինչ կարելի է պատրաստել։ Օրինակ, պլաստիկից շշեր, կաղնիկներ, հագուստներ, օրինակ պոլիեստեր, ապակուց նոր ապակե տաղաններ, մետաղից մետաղական իրեր։ Բարև, ես Ախն եմ, ես ամեն ուրեք եմ, դպրոցում, բակում, նույնիսկ երբեմն ձերբայասակների մեջ։ Ինչու ես ամենտեղ։ Որովհետև մարդիկ ինձ գցում են որտեղ պատերի, գետնի, խոտերի մեջ, նույնիսկ երբեմն պատուհանից դուրս։ Բայց դա մեծ խնդիր է, երբ աղբը չի տեսակավորվում, շրջակա միջավայրը աղտոտվում է, կենդանիները վնասվում են, օդ և ջուրը կեղտոտվում են։ Վայ, ես այդքան վնասում եմ։ Ես ունեմ լուծում, ես ստեղծում եմ էկոքաղաք բիզնեսը։ Ինչ է դա։ Դա բիզնես է, որը հավաքում և տեսակավորում է թափոնները։ Մենք կտեղադրենք տարբեր գույնի աղբամաններ, կապույտ թղթի համար, դեղին պլաստիկի համար, կանաչ ապակու համար։ Այսինքն ես էլ կարգապահ դառնամ։ Այո, ամեն ինչ իր տեղում։ Մեր բիզնեսը աշխատում է այսպես. մարդիկ տեսակավորում են աղբը, մենք հավաքում ենք, այն տանում ենք վերամշակման գործարան։ Իսկ հետո Ու դառնում ես նոր բան, թուղթը նոր գրքեր, ապակին նոր տարաններ, պլաստիկը նոր շշեր։ Վայ, ես նոր բան եմ դառնում, այսինքն ես էլ կարող եմ դառնալ
Գործարները նաև մեզ վճարում են այդ նյութերի համար։ Այսինքն դուք օգնում եք բնությանը եւ նաեւ վաստակում եք, այսինքն ես փող աշխատող եմ։ Այո, սա եւ շահավետ է եւ օգտակար։ Մեր բիզնեսը նվազեցնում է աղբոր, պաշտպանում է բնությունը, խնայում է բնական ռեսուրսները, ստեղծում է մաքուր քաղաք։ Գիտեք, ես չի ուզում վնասել, ես ուղղակի սխալ տեղերում եմ հայտնվում։ Եթե բոլորս տեսակորենք աղբոր, Ունենանք մաքուր եւ առողջ ապագա։ պահպանենք մեր երկիրը եւ ստեղծենք մաքուր ապագա։ Ապրեք այո, հակառակ կողմում Այսպես է բռնել, ասել ձեր կարգախոսը։ ժպտացող, այո, այս հակառակ կողմում արդեն աղբից մակար։ Տեսեք, որ ասեցիք զուգտարի։ Այո, շատ կարևոր թեմա է, շատ։ Դե ասեք, արդեն վերջին ձեր խոսքը նոր կանչեցրեցիք, տեսակավորի։ Պահպանի բնությունը տեսակավորի աղբը։ Աննա, այդ ինչ ես անում։ Աղբն եմ տեսակավորում։ Բայց ինչ իմաստ ունի աղբի տեսակավորումը։ Աղբը տեսակավորում է, որպեսզի ինքնին ստանալ նորը։ Եկեք փորձենք տեսակավորել։ Սա ապակի է։ Պետք է գցել ապակու մեջ։ Իսկ սա թուղթը պետք է գցել թուղթի մեջ։ Սա վերև է, այն վերանում է բնության մեջ։ Տերևը։ Մենք աղբի ստացել ենք այսպիսի գեղեցիկ դեկոր, որը նշանակում է, որ մենք ցանկացած աղբից կարող ենք ստանալ նման գեղեցիկ դեկորներ։ Մոտեցրու դեկոր անգել։ Սա պատրաստված է հարավացած կտարներից Ինչից է պատրաստված։ պատրաստված Պլաստիկի հալեցած գդալներն են, որոնք ներկել են ու պատրաստված։ Ով է Սարգսյանը ամենաձեռք դու։ Տակացրել է ծայրերը։ Այս գտալը Ահա, անվտանգության կարողություն որպեսի երեխաները գեղեցիկ ծաղիկ են ստացել։ Նասի կանգնի, անգելնա դու կանգնի։ Ինչպես գիտենք, աղբի լավագույն օգտագործումը դա վերամշակումն է։ Հատուկ գործարաններում մարդիկ վերամշակում են աղբը, թափը։ Այսինքն հին առարկան պատրաստում են, հին առարկայից պատրաստում են նոր օգտակար առարկա։ Բայց մենք գիտենք, ոչ բոլոր թափոններն են վերամշակվում։ Վերամշակվում են մետաղը, պլաստիկը, թուղթը և ապակին։ Եվ վերամշակման համար պետք է ճիշտ տեսակավորել։ Օրինակ, եթե դուք ուզում եք ապակի արմանը տեսակավորել, պետք է հեղուկ չթողնել մեջը։ Իսկ միջինում մեկ ծառից կարելի է ստանալ 8333 թերթ։ Եվ այդ թերթերը կարելի է վերամշակել 6 անգամ։ Ճիշտ տեսակավորված աղբը կհավաքվի վերամշակվող ընկերությունների կողմից և կդառնան նոր պատրաստի արտադրանք։ Օրինակ, դույն, ծաղկաման, հագուստի կապուճներ, ապակեց շիշ և այլ ուրիշ օգտակար իրեր։ Շրջակա աշխարհի պահպանությունը դարձել է գլոբալ խնդիր։ Այդ ամենը ուղղելու համար անհրաժեշտ է աղբը վերամշակել և տեսակավորել։ Աղբի վերամշակումը ունի բազմաթիվ առավելություններ։ Նվազեցնում է շրջակա միջավայրի աղբը, խնայում է բնական ռեսուրսները, կրճատում է աղբավայրերի ծավալը, նվազում է էներգիայի խնայողությանը։ Բացի այդ, այն կարևոր դեր ունի կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում։ Շնորհակալություն լսելու համար։ շատ լավ։ Լավ, ապրեք։ Եկեք մեր հյուրերը միանանք մեզ և դույլերից հանենք թերթիկներ, բարձր կարդալ։ Մոտեցրու։ Արտոշտուներ, բայց ոչ ինչ կկարտակ Մետաղնա բանիս։ Պարզապես միանացում եք եկան, Ինչ է փոքր ագրած, պետք չէ վաղ։
Էսի ձեր դասը գրքին։ Նույնիսկ իմ ընկերն է, ես նրան չեմ վնասում։ Ինչն այն ընկերը։ Բնությունը իմ ընկերն է, ես նրան չեմ վնասում։ Շատ լավ։ Մի հատ պետք է վերցնեք։ Օդը լեկտասակավորում եմ աղբը։ Ես պահպանում եմ ջուրը, հողը, օդը, ես տեսակավորում եմ աղբը։ Ընկեր Սերյանյանն է կարծում։ Մաքուր աշխարհ, մաքուր հայրենիք, մաքուր տուն, մաքուր փողոց, մաքուր դասարան։ Սա իմ ընտրությունն է։ Կարելի է կարդալ։ Այո։ Ես հոգ եմ տանում ծառերի մասին, դրա համար թուղթը տեսակավորում եմ։ Այսօր ես սովորեցի, վաղը ես կսովորեցնեմ ուրիշներին, թե ինչպես հոգ տանել մեր շրջակա միջավայրի մասին։ Բնությունը մեր տունն է, եթե այսօր չպահպանենք այն, վաղը այն այլևս չի կարող պահպանել մեզ։ Ես օգնում եմ մեր մոլորակին ամեն օր փոքր քայլերով։ Փոքր քայլը մեծ գործ է, ես պահպանում եմ։ Այո, փոքր քայլը մեծ գործ է։ Մաքուր շրջակա միջավայրը մեր կյանքի հիմքն է։ Նրա նկատմամբ անտարբերությունը ապագայի նկատմամբ անտարբերությունն է։ Այո։ Սա ռոբոտ, ես ռոբոտ եմ պատրաստել, որը աղբ է հավացում։ Երբ որ նա անտառներում կամ ճանապարհին տեսնում է աղբ, ուշադիր տեսնում է դա աղբ է թե ոչ, վերցնում է այն և գցում իր հետևի տոպրակի մեջ։ Հետո նա գնում է խոմանների մոտ և այն իր տեղերով դնում տեսակավորում է։ Ռոբոտը հենց միանգամից հասկանում է և տեսակավորումը ինքը իրականացնում է։ Շատ լավ։ Պլաստիկը ամենավտանգավորներից է, այն քայքայվում է հարյուրավոր տարիներ։ Դրա զգալի մասը երբեք չի անհետանում ամբողջությամբ։ Այն դառնում է միկրոպլաստիկ և հայտնվում ջրում ուտելիքի մեջ։ Մենք ստեղծել ենք այնպիսի սարք, որը օգնելու է հետագայում այգիներին։ Նախատեսվում է 2 հատ դնել այգիում։ Նա օգնում է բնությանը։ Երբ ինչ-որ մեկը աղբ է գցում գետին, նա ավտոմատ ձևի միանում է և գալիս է վերցնում։ Նա ունի 2 գլխիկ։ Այս գլխիկը նախատեսված է նրա համար, երբ անձրևափոսեր են լինում, նա ջուրը վերցնում է։ Փոսերի ջուրներն են վերացնում, տեսնում եք։ Վերցնում է տանում կարող ես ջրել, որտև անձրևը քաղցրահան ջուր է, չէ՞։ Հանգիստ անգամ կարող ես ոռոգման համար օգտագործել այդ ջուրը, չէ՞։ Այդ կարող ես, ահա։ Վերջ, կեցեք, ապրեք։